Քո հրաշքն ամեն օր ուղերձների շարք։ Իսկ ինչպե՞ս է քո սերը դրսևորվում։ Աստված սեր է։ Դա Նրա էությունն է։ Եվ Նրա սերը դրսևորվում է գործողությունների միջոցով։ Այսպիսով, Նա հրավիրում է քեզ, որ դու նույնպես սովորես գործողությունների միջոցով արտահայտելու քո սերը մյուսների հանդեպ։ Հովհաննես 21:16 խոսքում Տեր Հիսուսը հարցնում է Պետրոսին. «Սիմոն, Հովնանի որդի, սիրո՞ւմ ես Ինձ»։ Սիրելի՛ բարեկամ, չեմ կարծում, որ Տեր Հիսուսն այս հարցով նպատակ ուներ Պետրոսի մեջ մեղավորության կամ անհարմարության զգացում առաջացնել՝ հիշեցնելով նրա ուրացումներն ու մատնանշելով Իր հանդեպ նրա սիրո պակասը։ Ո՛չ, ես հավատում եմ, որ Նա ցանկանում էր օգնել Պետրոսին ավելի առաջ գնալու սերն ընկալելու և այն դրսևորելու հարցում։ Տերը նրան սովորեցնում էր սիրելու գործնական դրսևորումը, որն ակնկալում էր Պետրոսից՝ արածեցրու Իմ ոչխարներին։ Տերը տեսնում էր Պետրոսի սիրտը և համոզված էր Աստծու հանդեպ նրա նվիրվածության ու սիրո հարցում։ Հենց այդ պատճառով էլ Նա կարող էր վստահել Պետրոսին նաև մարդկանց սիրելու ու խնամքի գործը։ Հենց նույն կերպ, քանի որ Տեր Հիսուսը գիտի Իր հանդեպ քո նվիրյալ սիրո մասին, քանի որ տեսնում է քո նվիրվածությունն Իր հանդեպ, Նա քեզ նույնպես ուղարկում է հոգ տանելու մյուսների համար։ Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, մի՛ զարմացիր իմ խոսքերի վրա, որ ասացի Տեր Հիսուսը ուղարկում է քեզ, որ ցույց տաս Իր սերը մյուսներին։ Եթե դու սիրում ես Նրան, ապա Տերը ցանկանում է, որ դու Իր ձեռքերում դառնաս օրհնության մի հզոր գործիք՝ քո խոսքերով և արարքներով, որը Նա կօգտագործի այս աշխարհում Իր համար սիրելի մյուս մարդկանց կյանքերում աստվածային փոխակերպում բերելու նպատակով։ Գուցե քեզ անարժան ես տեսնում նման պատվավոր առաքելության համար։ Գուցե մտածում ես, թե դեռ ինքդ կարիք ունես օգնության և հավատքի կյանքում ամրանալու։ Ամեն դեպքում, ուզում եմ քաջալերել քեզ, որ չվախենաս։ Եղի՛ր հավատարիմ ու կարգապահ, և Նրա սերը քո մեջ կաճի, ու Նրա Սուրբ Հոգին Ինքը կառաջնորդի քեզ։ Առաջարկում եմ աղոթել միասին այս աղոթքով. «Տեր Հիսուս, շնորհակալ եմ, որ Դու Քո սերը հեղեցիր իմ սրտի մեջ։ Ես ուզում եմ Քո այդ սքանչելի սերը բխի իմ ներսից ու հայտնի դառնա իմ շրջապատի մարդկանց։ Դու եկել ես նեղության մեջ գտնվողների համար, որ նրանք փրկվեն, բժշկվեն և ազատագրվեն։ Թող բոլորը կարողանան տեսնել Քեզ իմ մեջ և իմ արարքների միջոցով։ Աղոթում եմ Քո սուրբ ու պատվական անունով։ Ամեն»։ Մարդիկ Աստծու սիրո կարիքն ունեն։ Դարձի՛ր Նրա սերը բխող աղբյուրներից մեկը։ Քո շրջապատի մարդիկ քո կարիքն ունեն։ Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։ Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։ Սիրով և աղոթքով, Արման Մանուկյան։